Գնանք վերջին կարևոր կետին, այն է զարգացրու ինքդ քեզ։ Ղեկավարը, ով անընդհատ իր զարգացման վրա չի աշխատում, առաջ չի գնա, իր թիմը նույնպես առաջ չի գնա։ Դու պիտի միշտ ծառայես օրինակ քո թիմին, եւ եթե դու ինքդ չես զարգանում, թիմդ նույնպես չի զարգանա։ Հատկապես ժամանակակից աշխարհում ժողովուրդ այսօր ամեն անկյունից ամեն տիպի մասնագետ AI-ի մասին է գոռում, հա, ինչ է դա։ Դա խոսում է նրա մասին, որ մենք մի ժամանակաշրջանում ենք գտնվում, որտեղ որ կյանքը, տեխնոլոգիան այնքան արագ է զարգանում, առաջ գնում, որ ուղղակի նախկին մեթոդների, նախկին գիտելիքի փորձի վրա հիմնվելով ուղղակի շատ արագ կհենանաս, թե որպես մասնագետ, թե որպես ղեկավար։ Իհարկե ղեկավարը այն մասնագիտություններից է, իրականում, որը շատ դժվար, շատ դանդաղ ու որոշ տեղերում նույնիսկ երբեք չի փոխարինվի AI-ով, որովհետև ղեկավարի պաշտոնը շատ անգամ ներառում է, շատ անգամ չէ, գրեթե միշտ ներառում է մարդկանց հետ աշխատանք, մարդկանց հետ կոմունիկացիա եւ ի սկզբանե ենթադրում է, որ այդ գործողությունը, այդ ֆունկցիան պետք է մարդ անի, դա չի կարող ռոբոտիզացվել, դա անիմաստ է, հա, անիմաստ կդառնա, բայց շատ պոզիցիաներում շատ ղեկավարի շատ ֆունկցիաներ հնարավոր է ավտոմատացնել, ավտոմատացվում են ու դեռ շատ ֆունկցիաներ կավտոմատացվեն։ Դրա համար ժողովուրդ ուրեմն պետք է տիրապետել ոչ միայն մարդկանց հետ աշխատելու, շփվելու հմտություններին, դրանցից մի քանիսի մասին մենք նոր խոսացինք։ Դրա համար արդյունավետ ղեկավար լինելու համար պետք է տիրապետել համակարգեր կառուցելու, համակարգերը ավտոմատացնելու եւ կառավարելու տեխնիկաների։ Սա ապագայի ղեկավարի մասնագիտական կոշտ հմտությունների ամենակարևոր, ամենամեծ կտորն է, հա, մասնաբաժինն է, որը որ եթե դու չսկսեցիր այսօր սովորել, եթե դու դրան չտիրապետեցիր, դու շատ արագ եւ որպես ղեկավար եւ հետագայում որպես մասնագետ էլ հա ցանկացած ոլորտում կդառնաս ուղղակի ոչ մրցունակ։ Զարգանալու երկու ուղղություն ունենք՝ մարդկանց հետ աշխատանք, համակարգերի հետ աշխատանք։ Եթե այս երկու ուղղությունն էլ դուք չզարգացրեցիք, հա, երկուսը զուգահեռ չտարաք, դուք որպես ղեկավար հաջողություն չեք ունենա։ Երկուսը զուգահեռ, չեմ ասում մեկը կարևոր է, մյուսը չէ։ Երկուսը զուգահեռ։ Եթե առաջ ուղղակի մարդկանց հետ աշխատանք լավ կատարող, հա, մարդկանց լավ ղեկավարող, առաջնորդական հմտություններ ունեցող մարդը կարող էր լավ ղեկավար լինել, լավ կարիերա ստեղծել ղեկավարման ոլորտում, ապա այսօր արդեն ոչ։ Այսօր արդեն եթե դու չես կարողանում համակարգ սարքել, եթե դու չես կարողանում ստեղծել համակարգ, ավտոմատացնել այդ համակարգը, կառավարել այդ ավտոմատացման պրոյեկտները, ապա դու մեծ համակարգում, մեծ թիմում, մեծ բիզնեսում բարձր պաշտոնի ղեկավար ուղղակի լինել այլևս չես կարող։ Էլի գանք ինչպես հարցին, ինչպես զարգացնել այդ հմտությունները, ստեղ ասելու եմ նույն բանը՝ կարդալ, փոխել շրջապատը, մասնակցել տրեյնինգների, կիրառել սովորածը իրական կյանքում։ Այն ինչի մասին խոսեցինք, բնականաբար միայն այսբերգի վերևի հատվածն է, որովհետև մի քանի անգամ արդեն նշեցի, հա, ամեն կետը ներառում է ավելի խորը ուսուցում եւ պրակտիկա, որպեսզի այն դառնա ձեր որպես ղեկավար ձեր շարունակությունը, հա, ձեր ամենօրյա աշխատանքի բնական գործիքը։